Եղբայր Զեկ, ես մահացա այսօր։ Սա շատ տարբերվում է նրանից, ինչին ես սպասում էի։ Դու ինձ հասկանում ես, ես միշտ մտածում էի, երբ մեռնեմ, կգնամ աշխարհ, սև և սարսափելի։ Այս վայրը իրական է, այս վայրը ավելի իրական է, քան կյանքը երկրի վրա։ Ես կարողանում եմ մտածել, ես կարողանում եմ խոսել, նույնիսկ կարողանում եմ զգալ։ Ավտովթարից հետո միանգամից ես զգացի շատ տարօրինակ բան, Զեկ։ Շատ տարօրինակ էր։ Ես մտածում էի, որ լսեցի բղավոց։ Ինձ թվաց դա իմ գլխում էր, իմ պատկերացումն էր։ Սկզբում ես մնացի ցուրտ խցում, ինչպես քարե թունելում, և նրանք հարցրին իմ անունը, և նայեցին գրքի մեջ։ Կյանքի գիրքը, ես մտածում էի, որ նրանք չգտան, որովհետև եկան երկու սատանայի հրեշտակներ, և բռնեցին իմ ձեռքերը, նրանք պատրաստ էին ինձ այնտեղից վերցնելու, ես ահաբեկված էի։ Ես պատկերացում չունեի, թե ինչ է կատարվում, ես հարցրի սատանայի հրեշտակներին, թե ինչ է կատարվում, բայց նրանք ինձ չպատասխանեցին, ես նորից հարցրի, և վերջապես պատասխանեցին։ Միայն նրանք, ում անունները գրված են կյանքի գրքում, կարող են մտնել դրախտ, իսկ մյուսները կդատապարտվեն դժոխքում հավերժ։ Ես ուժեղ վախենում եմ, Զեկ։ Սատանայի հրեշտակը տարավ ինձ ինչ-որ խուց, որտեղ ես կարող էի երկար մտածել, և ուզում ես իմանալ, թե ինչ էի մտածում։ Ես մտածում էի քո մասին։ Զեկ, դու հավատացյալ ես, և դա դու ես ինձ ասել։ Ես ցանկանում եմ ասել, ու ես կցանկանայի զրուցել քեզ հետ դրա մասին, շատ անգամ, մինչև այսօր, և ամեն անգամ դու ամաչում էիր, կամ փոխում թեման, և դա եկավ իմ միտքը այսօր, ավտովթարից հետո, բայց հարցը, որ իմ գլխից ոչ մի կերպ չի ցանկանում հեռանալ, Զեկ, ինչու ինձ երբեք չես ասել, ինչպես դառնալ հավատացյալ։ Դու ինձ ասել ես, որ իմ ընկերն ես, բայց եթե դու իսկապես լինեիր իմ ընկերը, ինձ կասեիր դրա մասին, ինձ կասեիր Հիսուսի մասին, դու ինձ կասեիր, թե ինչ անել այս վայրը չընկնելու համար, որտեղ որ ինձ տանում են հիմա։ Ես կարողանում եմ հիմա զգալ, թե ինչպես է սիրտս բաբախում, իմ կրծքավանդակում։ Սատանայի հրեշտակները, որ ինձ տարան դժոխք, նրանք ճանապարհին են։ Ես կարողանում եմ լսել նրանց քայլերը։ Ես լսել էի դժոխքի մասին, նրանք անվանում են հրելիճ։ Ես չեմ կարող դիմանալ, Զեկ, ես ահաբեկված եմ, նրանք բացել են դռները։ Օ ոչ, ոչ, նրանք մտան, նրանք ինձ այնտեղից տանում են, ես կարողանում եմ զգալ կրակի ջերմությունը։ Ես հույս չունեմ, ես ավելի ու ավելի եմ մոտենում։ Իմ սիրտը ուժեղ դողում է վախից, նրանք ինձ թողնում են բոցի մեջ, և դա կտևի հավերժ։ Նրանք ինձ շպրտում են կրակի մեջ, տանջանքի մեջ, դժոխքի, ինչու, Զեկ։ Ինչու ինձ չես ասել նրա մասին, Հիսուսի։ Ստորագրված է, քո ընկեր Ջոշի կողմից, Ջոշի կողմից։ Ես կցանկանայի, որ դու լինեիր այստեղ, հիմա։ Ես կցանկանայի, որ դու լինեիր այստեղ, հիմա։ Ես կցանկանայի, որ դու լինեիր այստեղ։